Բարև բոլորին։ Սկսենք տնային աշխատանքի վարժությունների քննարկումը։ Առաջին խնդրի լուծումը լսենք Դավիթ Կալիկյանին։ Բարև ձեզ, Բարև։ ես նախ գրել եմ հասկացել եմ բոլոր այն թվերը, որոնք 11-ից 11-ը չեն գերազանցում, 1-ից 11։ 11-ը չեն գերազանցում, թե 10-ը չեն գերազանցում։ Հա, 10։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Գումարը պետքա լինի 11։ Ահա։ Ես հետո գրել եմ այն զույգերը, որոնց շնորհիվ գումարը լինի 11։ 1-ին գումարած 10, 2-ին գումարած 9, 3-ին գումարած 8, 4-ին գումարած 7, 5-ին գումարած 6։ Հասկանում եք, Բոլորը որ 11 են։ հասկանում եք, որ 5 զույգ են ու Ահա։ մենք ընտրում ենք 6 հատը։ Այսինքն ամենավատագույն դեպքում, եթե մեր այդ 6 թիվը լինի 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, մյուս թիվը լինելու է այն մյուս սյունյակից թվերը։ Այսինքն ոնց էլ ընտրենք, գումարը լինելու է 11։ Ճիշտ ես ասում, բայց մի հատ բառ կա, որ ավելորդ ես ասում, որ ընդհանրապես աշխատեք խուսափեք այդ վատագույն դեպք կոչվածից, որտեղ խի է այս քո համար վատագույն։ Ինչով է այս դեպքը ավելի վատ, քան եթե վերցնես 1, 2, 8, 7, 6։ Ինչով են էլի 3, 4, 5-ը 8, 7, 6-ից ավելի վատ։ Ոչ մի բանով, չէ՞։ Վատագույն վատ դեպք։ Մեկը արի տենց չասենք, դիրիխլեի սկզբունքն էինք, չէ՞, անցել նախորդ դասին։ Մակարած դիրիխլեի սկզբունքի միջոցով հստակ ձևակերպես, առանց վատագույն լավագույն դեպք ասելու։ Եթե գիտենք, որ կա 5 զույգ կամ 2 թիվ, ու Ահա, մենք կընտրենք 6 հատ թիվ, ահա, կարանք հաստատ ասենք, որ այդ 6-ից գոնե մի հատ երկուսը կրկնվում են։ ահա։ Այսինքն 5 հատ վանդակից պետք է ընտրենք 6 հատ նապաստակ, ուրեմն ինչ որ վանդակից 2 նապաստակ պետք է ընտրենք։ Հա, Ահա, ճիշտ է, ապրես։ Ուրիշ լուծողներ կան։ Չկան։ Անցնենք մյուսին։ Դրված 2015 թվերի մասին հայտնի է, որ նրանցից ցանկացած 5 հատի արտադրյալը մեծ է 1-ից։ Ապացուցեք, որ բոլոր 2015 հատ թվերի արտադրյալը մեծ է 1-ից։ Միքայել Հովակիմյան, կասես։ Այդպես Այո։ եթե մենք ընտրում ենք 2015 թիվ, եթե թվերը կրկնվող չեն, եթե մենք վերցնենք այդ թվերից 2 հատը, իրանց արտադրյալը պետք է մեծ լինի 1-ից։ Օ, բայց այսինքն դու համարում ես, որ թվերը բնական են։ 1/3 թվի մասին մոռացել ես։ Ունեք 1/3 անգամ 1/4-ը 1-ից փոքր է, չէ՞։ Հա։ Տեսնես ոչ միտեղ չի ասում, որ այդ թվերը բնական են կամ ամբողջ են, կամ նույնիսկ դրականի մասին ոչ մի բան չի ասում։ Հա։ Այսինքն այդ լուծումը չանցավ։ Գոր Գրիգորյան, կասես։ Ասում եմ, որ 2015 թվերից ցանկացած 5 հատի արտադրյալը մեծ է 1-ից, ու պետք է ապացուցենք, որ բոլոր 2015 թվերի արտադրյալը մեծ է 1-ից։ Եթե ասում եմ ցանկացած 5 հատի, այսինքն այդ ցանկացած 5 հատը մենք 2015-ի մեջ կարանք բեկալենք տենց 1-ից 5-ը տենց շարունակ մինչև 2010-ից 2015։ Այսինքն եթե ցենց թվերը աստղանիշներով գրենք, ասում ես առաջին 5 հատը վերցնենք, հետո հաջորդ 5 հատը, հետո հաջորդ 5 հատը, ու տենց շարունակ մինչև վերջին 5 հատը։ Այսինքն ստեղ կլինեն 1-ից 5-ը, ստեղ 6-ից 10-ը, 11-ից 15-ը, ու վերջում 2011-ից 2015-ը։ Հետո Եթե այստեղ ամեն մեկում արտադրյալը 1-ից մեծ է, այդ բոլորի արտադրյալը էլի 1-ից մեծ կլինի։ Ահա։
Քանի որ բոլորի արտադրյալը հավասար է sense հնգյակների արտադրյալին, ու ամեն հնգյակի արտադրյալը 1-ից մեծ թիվ է, ուրեմն այս բոլոր թվերի արտադրյալների արտադրյալը էլի 1-ից մեծ թիվ է ստացվելու, որովհետև 1-ից մեծ թվերի արտադրյալը 1-ից մեծ է։ Համաձայն եք այդ բնդման հետ։ 1-ից մեծ թվերի արտադրյալը 1-ից մեծ է։ Այստեղ կարանք հաշվենք, թե քանի հատ հնգյակ ունենք։ 2015-ը բաժանենք 5-ի։ 43։ Միգուցե 403։ 403։ Այսինքն 403 հատ 1-ից մեծ թվեր ունենք, դրանց արտադրյալը տալիս է 1-ից մեծ թիվ։ Մի հատ sense հարց։ Եթե 2015-ի փոխարեն սարքենք 2016։ Լավ, քանի որ հիմա արդեն 2025 թիվն է, եկեք համարենք ստեղ 2025-ը գրած։ Ու հիմա ասում ենք 2025-ի փոխարեն 2026 թիվ թող լինի։ Էլի նույն պայմանն է, որ ցանկացած 5 հատ թվերի արտադրյալը տալիս է 1-ից մեծ։ Կարող ենք արդյոք պնդել, որ 2026 հատ թվերի արտադրյալը էլի 1-ից մեծ է տալիս։ Ցեք ստեղ իհարկե գորի ասած նախորդ լուծումը չի անցնի, ինչի, որովհետև եթե փորձենք էլի sense հնգյակների տրոհենք, լինելու են 1-ից 5-ը, 6-ից 10-ը, վերջում կլինի 2021-ից 2025-ը, մի հատ էլ առանձին 2026-րդ թիվը կմնա, չէ՞։ Ինքը կարող է այնքան փոքր թիվ է, որ սրանց արտադրյալը բազում պատկում ենք այս թվով, արդյունքում ստացվում է 1-ից փոքր։ Իսկն պարտադիր չի, հա, որ բոլորի արտադրյալը 1-ից մեծ լինի։ Դա ամեն դեպքում պարտադիր է, ուղղակի այս լուծումը չի անցնում։ Հələ մտածեք մի 2 րոպե։ Եթե պարտադիր չի, որ 1-ից մեծ լինի, հենց պետք է ասեք ոնց կառուցենք այդ օրինակը թվերի։ Իսկ եթե պնդում եք, որ 1-ից մեծ է sense լինելու, պետք է հիմնավորեք։ Now եկեք մի քիչ էլ հեռվից գանք։ Եթե գիտենք, որ ցանկացած ինչ որ թվերի խումբ ունենք, քանակը արդեն էական չի, 2026 կամ կարևոր չի ինչքան։ Գիտենք, որ ցանկացած 5 հատի արտադրյալը 1-ից մեծ է։ Մեծ է 1-ից արտադրյալը։ Կարանք արդյոք պնդենք, որ բոլոր թվերը դրական են լինելու ստեղ։ Թե կարող է բացասականներ լինեն, տենց բացասականների արտադրյալով դրական ստացվի։ Արամ է։ Կասես, ինչ ես ուզում ասես։ Ուզում եի ասել, որ 5 հատ բացասականը կտա բացասական։ Բայց կարող է 5 հատ չի բացասական, այլ 4 հատ է բացասական։ Դեպքում ինչ անենք։ Եկեք մտածենք, եթե 5 հատից 5 կամ ավելի շատ հատ բացասական թիվ լինի։ Օրինակ լինի -a, -b, -c, -d, -e։ Այս 5 հատ բացասականների արտադրյալը բացասական է, չէ՞ ստացվելու։ Իսկն 1-ից մեծ չի լինելու։ Ուրեմն եթե 5 կամ ավելի շատ բացասական թվեր լինեն, ստեղ թող շարունակվի -f, -g, մեզ չի հետաքրքրում։ Եթե 5 հատ բացասական թիվ կա, ուրեմն նենց հնգյակ կա, որ բոլորը բացասական են, որ նենց հնգյակ կա, որ արտադրյալը բացասական է, այսինքն 1-ից մեծ չի։ Իսկ եթե 5 հատ բացասական թիվ չկա, նշանակում է ամենաշատը 4 հատ թիվ կա բացասական, ու մնացածը հաստատ դրական են, չէ՞ լինելու։ Գրենք +e, +f, +g ու տեն շարունակ։ Այդ դեպքում եթե մնացածը դրական են, կարանք ասենք, որ հաստատ 4 հատ դրական թիվ լինելու է։ +e, +g, +f, +h։ Այս 4 հատի հետ, որ մի հատ էլ բացասական վերցնենք։ Սա հանած չի էլի, բազում պատկած են բոլորը իրար։ Եթե այս 4 հատ դրականի հետ մի հատ էլ -a վերցնենք, եթե բացասական թիվ կար, արդյունքը բացասական է, չէ՞ ստացվելու։ Այսինքն 1-ից փոքր է ստացվելու։ Ուրեմն կարանք եզրակացնենք, որ ոչ մի հատ բացասական թիվ չկա ստեղ։ Մի հատ էլ արագ ամփոփենք, եթե 5 կամ ավելի շատ բացասական թիվ լիներ, 5 հատը կվերցնեինք ու կասեինք իրանց արտադրյալը տվեց բացասական։
Իսկ եթե 4-ից ոչ ավել են բացասականները, այդ դեպքում դրականներն են շատ։ Վերցնում ենք 4 հատ դրական ու մի հատ բացասական, դրանց արտադրյալը բացասական է տալիս 1-ից փոքր է լինում։ Տեղից եզրակացություն, որ այս մեր բոլոր թվերը դրական են։ Քանի հատ թիվ ուզում ա լինի, եթե այդ պայմանը կա, որ ցանկացած 5-ի արտադրյալը 1-ից մեծ է, ուրեմն ցանկացած թիվ դրական է։ Միքայել, նայ, ասում է, որ խնդիրը մի հատ էլ կարդանք։ Հայտնի է, որ ցանկացած 5 հատի արտադրյալը մեծ է 1-ից։ Դու ասում ես վերցնենք 4 հատ բացասական ու մի հատ դրական։ Այսի մի հատ օրինակ է, որ հա կարա բավարարի, բայց պետքա ցանկացածը, չէ, բավարարի։ Այսինքն մենք ինչ հնգյակել վերցնենք, պետքա արտադրյալը մեծ ստացվեր 1-ից։ Ու ասում ենք եկեք նենց հնգյակ դիտարկենք, որտեղ 4 հատը դրական են, մի հատը բացասական է։ Այս հնգյակը փաստորեն չի բավարարի խնդրի պայմանին։ Ուրեմն չի կարա էլի սենց հնգյակ գոյություն ունենա, ուրեմն բացասական թիվ չի կարա գոյություն ունենա։ Հասկանալի է այս մասը։ Փաստորեն բոլոր թվերը դրական են։ Հետո մի հատ էլ քայլ որ անենք, արդեն այս խնդիրը կլուծվի։ Օրինակ, թվերը ոչ թե սենց պատահաբար դասավորենք, այլ վերցնենք 2026-րդ թիվը թող լինի ամենամեծը։ Կարանք ասենք, որ այդ 2026 հատ թվերից գոնե մեկը հաստատ 1-ից մեծ է լինելու։ Որովհետև եթե բոլորը 1-ից փոքր լինեին, ինչ հնգյակ էլ դիտարկեինք, արտադրյալը 1-ից փոքր կլիներ։ Ուրեմն գոնե մի հատ թիվ կա, որ ինքը 1-ից մեծ է մենակով, առանց ինչ-որ բանի բազմապատկելու։ Սա մեծ է 1-ից։ Բայց մնացածները կարանք բաժանենք հնգյակների։ Նույնիսկ ավելին, կարանք պնդենք, որ այս ցանկացած հնգյակում գոնե մի հատ թիվ կա, որը 1-ից մեծ է։ Բարձր է այս մասը։ Որովհետև եթե 5 հատ թվի արտադրյալը 1-ից մեծ է, ուրեմն այդ թվերից մեկը հաստատ 1-ից մեծ է, չէ՞։ Եթե այդ բոլորը դրական են, էլի։ Դրականը դրա համար ասեցինք, որտեղ տեսեք, եթե բացասականներով լիներ, կարող է -4, -6, -10, -8 մի հատ էլ անգամ 1/2։ Այս թվերից ոչ մեկը 1-ից մեծ չի, բայց արտադրյալը 1-ից մեծ է։ Դրա համար սկզբից բացառեցինք բացասական լինելը, ասենք որ բոլորը դրական պետք է լինեն։ Իսկ եթե դրական թվերի արտադրյալը 1-ից մեծ է, ուրեմն դրանցից գոնե մեկը 1-ից մեծ է։ Այդ 2026-րդը վերցնում ենք 1-ից մեծ թիվը, ասում ենք, որ մնացածը տրոհում ենք հնգյակների, բոլորը 1-ից մեծ են, սա էլ է 1-ից մեծ։ Հիմա հաջորդ հարցը։ Ամենաշատը քանի հատ 1-ից փոքր թիվ կարա լինի մեր այս բոլոր թվերի մեջ։ Նորից ասեմ, ամենաշատը քանի հատ 1-ից փոքր թիվ կարա լինի այս 2026 թվի մեջ, եթե գիտենք, որ այս պայմանը ճիշտ է։ Ցանկացած 5 հատի արտադրյալը մեծ է 1-ից։ Կասես Սյունե։ Նոր որ ասացինք, որ բացասական չի կարող լինի, ու 1-ից փոքր մնում է մենակ 0-ն, բայց 0 չի կարող լինել, Չէ, մի վարքյան։ Ոչ միտեղ չենք էլ ասել, որ թվերը ամբողջ են։ Կարող է կոտորակային են թվերը։ 1/2, անգամ 1/2, անգամ 10, օրինակ։ Սա 1-ից մեծ է, չէ՞ տալիս։ Իսկն ամբողջ լինելու պայման էլ չկա։ Դե ուրեմն երևի ամեն հնգյակում ամենաշատը կարող է լինի 4 հատ։ Ինչու՞։ Հա, ամեն հնգյակում ամենաշատը 4 հատ, դա արդեն ասեցինք, որտեղ ամեն հնգյակում մի հատը գոնե պետքա մեծ լինի։ Ուրեմն ամեն հնգյակում 4 հատը 1-ից փոքր, այդքան հատ 1-ից փոքր ընդհանուր թիվ կստացվի, թե չէ։ Հա։ Իսկ եթե այդքան 1-ից փոքր թիվ ունենք, չենք կարա ուրիշ ձև հնգյակ վերցնենք ու հակազդեցություն ստանանք ինչ-որ։ Այստեղ ասեցինք, եթե գոնե 5 հատ բացասական թիվ ունենք, այդ դեպքում կվերցնենք հենց այդ 5 հատ բացասական թվերի արտադրյալը, կստացվի բացասական։ Հիմա եթե ընդհանուր մեր այդ 2026 հատ թվերի մեջ 5 հատը լինեին 1-ից փոքր, այդ դեպքում կարա՞ր խնդիրը ճիշտ լիներ։ Չէ, 5 հատը կվերցնենք, կլիներ 1-ից փոքր։ Իսկ եթե 5 հատ 1-ից փոքր թիվ լիներ, ան փոքր 1, բեն փոքր 1, ցեն փոքր 1, դեն փոքր 1 ու են փոքր 1, 5 հատ 1-ից փոքր թվերի արտադրյալը A B C D N փոքր է ստացվելու 1-ից։
Ուրեմն 5 հատ 1-ից փոքր թիվ չի կարող լինի։ Ուրեմն ամենաշատը քանի հատ 1-ից փոքր թիվ կա։ 4 Իսկ կարող է 4-ն էլ չի բավարարում, կարող է ընդհանրապես չպետք է լինի։ Ունենք բացասական թվերը, ստացենք, որ ընդհանրապես չկա, չէ՞։ Այս դեպքում էլ որովհետև այնտեղ իրանց հետ մի հատ էլ պետքա վերցնենք, ու այդ մեկը այդ բոլորից նենց մեծ կվերցնենք, որ բավարարի պայմանին։ Սրանք վերցնենք օրինակ 1/2, 1/2, 1/2, 1/2։ Մեր հաջորդ թիվը եթե շատ մեծ վերցնենք, Սյունայի ասածով, կոնկրետ մեր դեպքում կարանք ասենք, որ 16-ից մեծ վերցնենք 3 է։ Վերցնենք օրինակ 32։ Այս թվերի արտադրյալը ստացվում է 2, չէ՞ ուղիղ։ Իսկ թողեց 4 հատ թվեր լինեն 1/2-ներ, մնացած բոլորը լինեն օրինակ 32-ներ։ 16-ից մեծ պետքա լինեն։ Որտեղ 16-ի դեպքում հենց 1 կստացվեր արդյունքը, մեզ պետքա 1-ից մեծ լինի, ուրեմն 16-ից մեծ պետքա լինի ու 16-ից մեծ ինչ թիվ է լինի կլինի։ Այսինքն ամենաշատը 4 հատ 1-ից փոքր է հնարավոր ու հենց այդքանի համար օրինակը կառուցեցինք։ Ուրեմն 4 հատ հնարավոր է։ Հասկանալի էր։ Այսքան քննարկածի հետ ինչ որ հարց կա, թե անցնենք հաջորդին։ Խնդրից ահագին իհարկե շեղվեցինք, բայց լիքը օգտակար բան արեցինք, էլի։ Խնդիրը հենց ինքը իրանով պարզ էր, հենց մի քիչ բարդացրինք, ավելի լավ բաներ ստացանք։ Հաստորեն այստեղ որ ասեցինք գոնե մի հատը կա, որ 1-ից մեծ է, մնացածն էլ sense կխմբավորենք կստացվի 1-ից մեծ, իրականում կարող ենք ասենք ամենաշատը 4 հատ կա, որ 1-ից փոքր է, այդ 4 հատը լցնենք առաջին խմբի մեջ ու ինչ որ մի հատ ուրիշ թվի հետ, արտադրյալը 1-ից մեծ է տալու, մնացած բոլոր թվերը, սկի արդեն հնգյակների էլ պետք չի բաժանել։ Մնացած բոլոր թվերը 1-ից մեծ են լինելու։ Ուրեմն կստացվի մի հատ հնգյակ ու տակը sense լիքը 1-ից մեծ թվեր։ 2026-ի տեղ 2027 էլ գրենք, մեկը խնդիրը ճիշտ կլինի, 2028 էլ գրենք ճիշտ կլինի, 2029 էլ գրենք ճիշտ կլինի, ինչ թիվ էլ գրենք ճիշտ կլինի։ Անցնենք առաջ։ Ալեքս, ձեռք ես բարձրացրել, հարց ունես, թե հաջորդն ես ուզում ասես։ Հաջորդն եմ ուզում ասեմ։ Դե որ ուզում ես ասա։ Դեռ 66 բնական թվեր ապացել, որ նրանցից որևէ երկուսի տարբերությունը բաժանվում է 5-ի։ Եթե կան մի քանի հատ թվեր, որոնցից երկուսի տարբերությունը բաժանվում է 5-ի, այսինքն այդ երկու թվերը, որ բաժանենք 5-ի, պետք է ունենան նույն մնացորդը։ 5-ի մնացորդները 5 հատ են, 0, 1, 2, 3 ու 4։ Իսկ ընդհանուր թվերը 6 հատ են, այսինքն այդ մնացորդներից մեկը կրկնվելու է։ Ըստ որ սկզբունքի։ Դիրիխլեի սկզբունքի։ 6 հատ թիվը, 6 հատ նապաստակը տեղավորում ենք 5 հատ մնացորդների տեղերում, այսինքն 5 հատ վանդակներում։ Ուրեմն ինչ որ վանդակում 2 հատ թիվ է լինելու, իրենց մնացորդները նույնն են լինելու։ Իրարից հանելուց էլ բաժանվելու են։ Ճիշտ է։ Ուրիշ ձև լուծող կար։ Իսկ ամենա քիչը քանի հատ թիվ վերցնեմ, որ վստահ կարողանամ ասել, որ 2 հատը նույն թվանշանով են վերջանալու։ Մի հատ էլ ասեմ, ամենաքիչը քանի թիվ վերցնեմ, որ հստակ կարողանամ պնդեմ, վստահ լինեմ, որ 2 հատը նույն թվանշանով են վերջանալու։ Կարեք պատասխանը գրեք անձնական նամակով։ Երբ է երկու թվերի տարբերությունը բաժանվում 5-ի։ Տիգրան։ Երբ որ այնպիսի թվեր են, որ մնում է տակին 5-ի բաժանարար։ Այսինքն, եթե մեր թվերը պատկերացնենք որպես մանդարինների կույտ, 5-ի բաժանվել նշանակում է կարողանաս բաժանես 5 հատանոց խմբերի, չէ՞։ Հիմա երկու թվերի տարբերությունը պետք է կարողանաս բաժանես 5 հատանոց խմբերի, նշանակում է, եթե առաջին թիվը ի սկզբանե 5 հատանոց խմբերից օրինակ 2 հատիկ մանդարինով ավել էր։ Երկրորդ խումբդ ինչքան լինի, որ հանես տակը մնա 5-ի բաժանվող թիվ։
Էլի պետք է 5-ի բաժանվող թվից նույն քանակի մանդարիններով ավել լինի, չէ՞, որ այս ավելցուկները իրար հետ կոպիտ ասած կրճատվեն։ Տակը մնա 5-ի բաժանվող քանակով։ Իսկ այս ավելցուկը ինչն է կոչվում։ Մնացորդ։ Այսինքն մեր առաջի թվի մնացորդը ու երկրորդ թվի մնացորդը պետք է լինի նույնը, որ այսքանը վերցնենք ջնջենք կամ գույնը փոխենք։ Առաջի թիվը այսքանն էր, հանեցինք երկրորդ թիվը, տակը մնաց 5-ի բաժանվող։ Նշանակում է այդ երկու թվերը նույն մնացորդն են, չէ՞ տալիս 5-ի բաժանելիս։ Այսինքն որպեսզի երկու թվերի տարբերությունը բաժանվի 5-ի, մեզ պետք է որ տան նույն մնացորդը, մնաց ապացուցենք, որ կան տենց երկու հատ թվեր, որ տալիս են նույն մնացորդը։ Հիմա նայենք, թե 5-ի բաժանելուց ինչ մնացորդներ կարան տան։ 0, 1, 2, 3, 4։ Բայց ունենք 6 հատ թիվ։ 6 հատ թիվ ունենք, 5 հատ հնարավոր մնացորդ։ Ըստ Դիրիխլերի սկզբունքի, երկու թիվը նույն մնացորդն են տալու։ Գոնե երկու թիվը։ Կարող է իրականում բոլորն էլ 4 մնացորդ են տալիս, բայց ամեն դեպքում գոնե երկու հատը նույն մնացորդը կտան, որովհետև եթե միած սրանից ունենանք միած սրանից, այդտեղավ 5 հատ։ Հիմա 6-րդ թիվը պետք է ինչ-որ մեկի հետ արդեն կրկնվի ուզած։ Հասկացար։ Թերեզա 20 ինչու։ 20-ից ավելի քչով հնարավոր չի։ Օրինակ, որ 19 հատ թիվ վերցնեմ։ Չեմ կարող վստահ լինեմ, որ երկու հատը նույնով են վերջանում։ Կարաս 19 հատ թվի օրինակ ասես, որ բոլորը տարբեր թվանշաններով վերջանան։ Ինչ թվանշաններով, Թերեզա հլասը ինչ թվանշաններով կարան վերջանան թվերը։ Թվերը կարան վերջանան 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 0։ Այսինքն քանի հատ հնարավոր վերջին թվանշան կա։ 10 հատ։ 10 հատ։ Ուրեմն, որ փորձես տարբեր թվանշաններով վերջացող թվեր ասես, ամենաշատը քանի հատ կկարողանաս ասես։ Տարբեր թվանշաններով վերջացող 10 հատ։ Այս օրինակ առաջին ասածդ 1-ով կվերջանա, երկրորդը 2-ով, երրորդը 3-ով, 9-րդը 9-ով, 10-րդը 0-ով։ Հետո հենց 11-րդ թիվը ասես։ Կարանք պնդենք, որ ինչ-որ մեկի հետ արդեն կրկնվելու ուզած։ Հա։ Էլի Դիրիխլերի սկզբունքն է, չէ՞։ Ու այս լրիվ նույնն է, ինչ այս նախորդ ուզած խնդիրը։ Ուղղակի այստեղ նայում ենք 5-ի բաժանվելու մնացորդը, իսկ վերջին թվանշանը ինչի բաժանվելուց ստացված մնացորդն է։ 10-ի։ Թվի վերջին թվանշանը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդն է։ Հասա, չէ՞։ Հա։ Քանի որ ամենաշատը 10 հատ տարբեր մնացորդ կա, ուրեմն 11 հատ թիվ ընտրելու դեպքում երկու հատը կտան նույն մնացորդը, իսկ 10 հատ թիվ ընտրելու դեպքում կարող է բոլորը տարբեր տան։ Իսկ քանի հատ թիվ ընտրեմ ամենակիչը, որ երաշխավորված կարողանամ պնդել, որ գոնե երկու հատը վերջանալու են նույն վերջի երկու թվանշանով։ Այստեղ վերջի մի հատ թվանշան էինք ասում, այստեղ արդեն վերջի երկու հատ թվանշան։ Մեկ էլ եթե թիվը միանիշ է, համարենք, որ ինքը 0-1-ով է վերջանում, եթե մեկ թիվն է օրինակ հենց էլի։ Եթե 0-ն է, 0-0-ով է վերջանում։ Թերեզա 20 հատով ոնց վստահ կլինես, օրինակ պատկերացրու գրում եմ 21, 22, 23, տենց միջև 47 թվերը։ Քանի հատ թիվ գրեցի։ 20-ից շատ չէ, լավ, արի միջև 80 գրեմ, կողաթեր։ Ահագին շատ թիվ գրեցի, չէ՞, մի 60 հատ թիվ եմ գրել։ Բայց ոչ մի երկու հատը նույն երկու թվանշանով չեն վերջանում, բոլորը տարբեր են։ Սենց դեպքերում մտածեք, ինչքան ամենաշատը ինչքան կարանք վերցնենք, որ բոլորը տարբեր լինեն։ Օրինակ, մի հատը կարանք 99 վերցնենք, այսինքն ինչ-որ բան վերջանում է 99-ով։ Մի հատը ինչ-որ բան վերջանում է 98-ով, հետո 97-ով, 96-ով, 43-ով, բազմակետեր, վերջանում է վերջում 11-ով, 10-ով, վերջանում է 0-1-ով, վերջանում է
Չէ 0.9-ով ներողություն, 0.8-ով մինչև 0.1-ով։ Մի հատ էլ 0.0-ով։ Ուրեմն քանի հատ հնարավոր վերջավորություն կա վերջի երկու թվանշանի։ 0.0-ից մինչև 99, չէ։ 100 հատ են։ Այսինքն որ փորձենք բոլորը տարբեր ձևով վերջացող թվեր գրենք, այս 100 հատ թիվը կգրենք 0-ից մինչև 99։ Հետո հենց 101-րդ թիվը ուզենանք ավելացնենք, արդեն ինչ որ մեկի հետ կրկնվելու է ինքը։ Բարձր։ Ուրեմն 100 հատի համար օրինակ կա, իսկ 101-ի համար ոնց էլ փորձես գրես, արդեն ինչ որ մեկի հետ ուզած կրկնվելու է։ Մի հատ էլ նմանատիպ ոճի հարց։ Մետաղադրամը նետում ենք։ Դե մետաղադրամը երկու կողմ ունի, էլի ղուշ գիր։ Քանի անգամ նետենք մետաղադրամը, որ վստահ լինենք, երկու անգամ նույն բանն է ընկել։ Գոնե երկու անգամ նույն բանն է ընկել։ Այս նույն նախորդ հարցերն է զգալի ավելի հեշտ։ Միլենան ցույց է տալիս, եթե 3 անգամ նետենք, որ փորձենք բոլորը տարբեր լինի, առաջինը կլինի ղուշ, երկրորդը կլինի գիր, բայց երրորդը արդեն ինչ է լինի, մեկնումեկի հետ կկրկնվի, չէ։ Կարող է իրականում հենց երկրորդից էլ կրկնվի, բայց երաշխավորված չի։ Մեզ պետք է երաշխավորված իմանանք։ Ղուշ գիրը գցեցինք, երրորդը արդեն ինչ էլ լինի, սրանցից մեկնումեկի հետ կրկնվելու է։ Իսկ զառը քանի անգամ նետենք, որ վստահ լինենք, որ երկու անգամ նույն արդյունքն է ցույց տվել։ 7 անգամ, որովհետև 6 անգամ որ նետեցինք 1, 2, 3, մինչև 6, կարան բոլորը տարբեր լինեն, բայց 7-րդ նետումը որ արեցինք, արդեն մեկնումեկի հետ կրկնվելու է։ Այս օրինակներից հետո ավելի հասկանալի է նախորդ խնդրի օրինակը։ Որ փորձում ենք բոլորը տարբեր անենք, մաքսիմալ քանակով գրում ենք, հենց մի հատ ավելացրեցինք, կրկնվելու է։ Այսինքն Դիրիխլեի սկզբունքն է։ Իր գաղափարն է։ Մի հատ էլ մի քիչ ավելի բարդ հարց։ Քանի անգամ նետենք մետաղադրամը, որ վստահ լինենք, որ գոնե 3 անգամ նույն արդյունքն է եղել։ Միջևս ասում ենք գոնե 2 անգամը, չէ՞, նույն արդյունքը եղած լինի։ Հիմա գոնե 3 անգամ։ Արգին տարբեր պատասխաններ կան։ 4, 10, 5, 7։ Էլի պետք է մտածենք չձեռնտու դեպքով, չէ՞։ Այսինքն նենց անենք, որ ոչ մի նետումից 3 անգամ չլինի։ Եթե 3 անգամ չկա, ամենաշատը քանի հատ պետք է լինի, 2 հատ։ Ուրեմն ղուշը մաքսիմում 2 անգամ կարող անգնի, գիրը մաքսիմում 2 անգամ կարող անգնի, հետո հենց 5-րդ նետումը արեցինք, արդեն ուզած չուզած մեկնումեկի հետ կկրկնվի, կամ 3 հատ ղուշ կստացվի, կամ 3 հատ գիր կստացվի։ Բարձր։ Այս էլ Դիրիխլեի սկզբունքի ընդհանրացումն է, որ ասում ենք, որ ոչ թե լինի գոնե 2 հատ, այլ գոնե 3 հատ։ Մի հատ նորից ասեմ, քանի անգամ պետք է նետենք մետաղադրամը, որ վստահ լինենք գոնե 3 անգամ ցույցատվել նույն արդյունքը։ Ոչ ձեռնտու դեպքերն էր, որ 2 անգամ մաքսիմում ցույց տա ղուշ, 2 անգամ ցույց տա գիր, բայց հենց 5-րդ անգամը նետենք, արդեն կամ ղուշի հետ կկրկնվի, կամ գիրի հետ կկրկնվի։ Հաջորդ հարցը, քանի անգամ նետենք, որ գոնե 4 անգամ ցույց տա նույնը։ Ճիշտ գրում եք մեծամասնությունդ, համարյա բոլորդ, 7 անգամ պետք է նետենք, ինչու, որովհետև եթե 4 անգամ նույնը չի, ուրեմն մաքսիմում 3 հատ ղուշ է, մաքսիմում 3 հատ գիր է, բայց հենց 7-րդ նետումը արեցինք, արդեն ինչ որ մեկից 4 հատ կլինի։ Իսկ գոնե 80 հատ, քանի անգամ նետենք, որ գոնե 80 անգամ նույն արդյունքը լինի։ Էլի տրամաբանությունը լրիվ նույնն է, եթե ուզում ենք 80 հատ չլինի նույնից, ուրեմն ամենաշատը քանի հատ պետք է լինի նույնից, 79, չէ՞։
Աստորեն 79 հատ ղուշ պետք է լինի։ 79 հատ գիր կարող լինի։ Բայց հենց եւս մի հատ նետեցինք, արդեն ինչ որ մեկից գոնե 80 հատ կլինի։ Այսինքն պատասխանը կլինի 2 անգամ 79 գումարած 1։ Մյուսներից որ սխալ էի կարել, 2 անգամ 80 գումարած 1 էի կարել։ Եթե 2 անգամ 80 գումարած 1 լինի, ուրեմն ինչ որ մեկից կարող ենք ասենք, որ 81 հատ կընկնի։ Որովհետև այստեղ եթե 80 ու եւս 1 անենք, այդ 81-րդը արդեն ինչ որ մեկի հետ կհամընկնի, 161-րդը ինչ որ մեկի հետ կհամընկնի, կդառնա 81 հատ։ Հիմա զոմին միացած է 23 հոգի։ Կարանք արդյոք պնդենք, որ գոնե 2 հոգի ծնվել են նույն ամսին։ Դի պարզ է, չէ՞ որ կարանք պնդենք։ Ամիսների քանակը ընդամենը 12 է, իսկ մասնակիցները 23, ուրեմն գոնե 2-ը նույն ամսին են ծնվել։ Իսկ կարանք պնդենք, որ գոնե 3 հոգի ծնվել են նույն ամսին։ Չենք կարող պնդենք, որովհետև եթե հունվարին ծնված լինի 2 հոգի, փետրվարին ծնված լինի 2 հոգի, մարտին ծնված լինի 2 հոգի, մինչև դեկտեմբեր ծնված լինի 2 հոգի։ Ընդհանուր 24 հոգի կստացվի, չէ՞։ Եթե 12 ամիսներից յուրաքանչյուրին 2-ական հոգի ծնվի, կստացվի 24 հոգի։ Ուրեմն քանի հոգի պետք է լինեինք, որ հաստատ 3 հոգի նույն ամսին ծնվեր։ Չէ, 24-ով տեսանք, որ չենք կարող պնդենք, Ալեքս։ Եթե 24 լինի, ամեն ամիս 2 հոգի կարող է ծնվի ու ոչ մի ամսին 3 չլինի։ Բայց հենց 25-րդ մարտն էլ ավելանա, արդեն 2-2-ով չի տեղավորվի։ Ուրեմն ինչ որ մի ամիս արդեն ստիպված ուզած 3 հոգի է լինելու։ Սա էլ կոչվում է Դիրիխլեի ընդհանրացված սկզբունք, որ տրամաբանությունը լրիվ նույնն է, ուղղակի այն պարզ իրավիճակում մեկական տեղավորում էինք ամեն վանդակում, եթե նապաստակները վանդակներից շատ են, ուրեմն ինչ որ վանդակում 2 նապաստակ է լինում։ Իսկ եթե նապաստակները վանդակների կրկնակիից են շատ, այսինքն օրինակ 10 հատ վանդակ ունենք, բայց 21 հատ նապաստակ։ Ուրեմն ինչ որ վանդակում արդեն 3 հատ կլինի, որտեղ 2 տեղավորելով չի երիքի։ Լավ, անցնենք առաջ։ 1-ից մինչև 100 թվերից ընտրված են 51 հատը, ապացուցեք, որ դրանց մեջ կան այնպիսի թվեր, որոնք փոխադարձաբար պարզ են։ Ձեր բարձրացնողներից մարդ կա, ում չենք լսել։ Լավ, Միքայել ասա։ 1-ից 100 թվերից ընտրված է 51 հատ, ապացուցեք, որ դրանց մեջ կա այնպիսի թվեր, որոնք փոխադարձաբար պարզ են։ Մեկ սկզբում կանք մտածել թվերանցից, որոնք պարզ չեն, եւ դրանց մեջ են նաեւ մտնում զույգերը, որտեղ միշտ պարզ չեն։ Դրանք արդեն 50 թիվ են։ Բայց այստեղ ասում է փոխադարձաբար պարզ է։ Փոխադարձաբար պարզ որ թվերն են կոչվում։ Որոնք չեն բաժանվում, բանի, ոչ մի թվեր։ Որոնք բաժանվում են մենակ իրենց վրա եւ մեկի։ Չէ, դրանք պարզ թվերն են։ Խոսածը կոչվում է ուղղակի պարզ թիվ։ Հա։ Իսկ փոխադարձաբար պարզ կոչվում են այն թվերը, օրինակ 16-ը ու 9-ը իրար հետ փոխադարձաբար պարզ են, որովհետև իրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1 է։ Այսինքն խնդիրի իմաստը էս է, որ եթե 100 հատից 1-ից 100-ից ընտրում ենք 51 հատը, ուրեմն այդ 51 հատից 2 հատ թիվ կա, որ իրար հետ փոխադարձաբար պարզ են։ Հասկացա՞ր։ Արմեն, քեզ էլ չենք լսել։ Կասես։ Որովհետև ստե փոխադարձաբար պարզ են 51 հատ, քանի որ բոլոր կեն թվերը չեն բաժանվում, բոլոր կեն թվերը երկուսի հետ փոխադարձաբար պարզ են, ու որ երկուսը դե որ բոլոր կենտերը ու երկուսը իրար հետ փոխադարձաբար պարզ են։ Բայց այդ ինչ է տալիս մեզ։ Կարող է երկու թիվը ընդհանրապես ընտրված չի։ Խնդրի էությունը էսա, որ 1, 2, 3 մինչև 100 թվերից ես 51 հատը ընտրում եմ։ Մի հատ էլ նախորդ խնդիրներից մեկի հետ համեմատենք, տեսնենք կապը։ Օրինակ ստեղ գրատախտակին
գրված է 6 հատ թիվ, որոնք չեն գերազանցում 10-ը։ Այսինքն 1-ից 10 թվերից 6 հատը ընտրված է, պետք է ապացուցել, որ ինչ որ երկու հատի գումարը ստացվում է 11։ Հիմա 1-ից 100 թվերից 1-ից 100 թվերն են բոլոր 51-ը կանալ փոխադարձաբար բար։ 1-ից 100-ը բոլորն են, բայց դրանցից 51 հատը ընտրված է, պետք է այդ 51 հատի մեջից ցույց տանք, որ գոյություն ունեն փոխադարձաբար բարձերը։ Լավ։ Ալեքս, կասես։ Ես բարձերը նայելն եմ, որովհետև բոլոր 100-ից փոքր բարձ թվերից օրինակ երկու հատը որ վերցնենք, դրանք իրար հետ դրանք փոխադարձաբար բարձ թվեր են։ Ահա։ Այլ չեմ արել։ Բայց բարձ թվերը քիչ են, էլի 51 հատ բարձ թիվ չկա, որ ասենք ոնց էլ բանանենք։ Գոր Սյունե, ձեր ձեռքերը դեռ բարձրացած են։ Ճիշտ եք լուծել։ Գոր։ Ես մտածել եմ, որ 1-ից մինչև 100 թվերի մեջ ընտրենք բոլոր այնպես թվեր, որ փոխադարձաբար բարձ կլինեն, այսինքն բոլոր զույգ թվերը օրինակ դրանք լինում են 100-ի մեջ 50 հատ։ Ահա։ Դրանից հետո դրան ինչ որ թիվ ընտրենք, այլ զույգ թիվ չեն կարող ընտրենք, մի հատ պետքա կեն թիվ ընտրենք, որ կեն թիվ ընտրենք, ասենք ինչ կեն թիվ ընտրենք, երկուսի հետ բան առնել, փոխադարձաբար բարձր լինելու։ Իսկ չես կարծում, որ սա մասնավոր դեպք է։ Դու ասացիր, ենթադրենք բոլոր զույգ թվերը ընտրված են, 2-ը, 4-ը, 6-ը, 98-ը, 100-ը։ Ու դրանից հետո հենց մի հատ էլ կենտ թիվ ընտրենք, երկուսի հետ փոխադարձաբար բարձր լինելու։ Այդ ճիշտ ես ասում, բայց ինքը մասնավոր դեպք է, ոչ բոլոր։ Պարտադիր չէ, որ բոլոր զույգ թվերը ընտրված լինեն։ Կարան համզույգերը, օրինակ 30 հատ զույգ լինի ընտրված, 21 հատ կենտ։ Այդ դեպքում ոնց ենք տակից դուրս գալու։ Եթե դրանց մեջ չունի փոխադարձաբար բարձ թիվ, դե պետք է ցույց տանք, որ չի կարող չլինի, էլի, բայց ոնց ցույց տանք։ հա, բայց չի կարող չլինի, որովհետև եթե հենց 50 հատն են զույգ թվերը, իրանք եթե դրանցից ասենք 30 հատը գրենք, ընդես կեն թիվ չգրենք, ընդե կեն թվերից էլի մեկը լինելու է։ Բայց ինչու է լինելու։ Պետք է հիմնավորենք։ Շոնայ, քեզ լսենք, տեսնենք, չէ, իջացրի ձեռքդ հենց այդ բանին։ Չեն կարող ուղղակի ասենք, որ որպեսի հակասի պայմանին պետք է ինչքան շատ կարող ենք իրար հետ փոխադարձաբար չպարզ թվեր ընտրենք։ Ինչքան կարող եք ամենաշատը։ Ամենաշատը 2-ով է լինում, որտեվ հետո օրինակ որ 3-ով ընտրենք։ Բայց արդյոք այդ հիմնավորը տենց ասել է։ Նայ, պարտադիր չի, չէ, որ բոլորը նույն թվին բաժանվեն։ Եթե իրար հետ փոխադարձաբար պարզ չեն, օրինակ 6-ը, 15-ը ու 10-ը։ Սրանց ընդհանուր բաժանարարը 3-ն է, սրանցը 5-ն է, սրանցը 2-ն է։ Այսինքն թիվ չկա, որ 3-ն էլ բաժանվում են այդ նույն թվին, բայց իրենց մեջ փոխադարձաբար պարզ զույգ էլ չկա։ Հենց որ ասում ես ընտրենք բոլոր 2-ի բաժանվողները, կարող է ոչ բոլորն են 2-ի բաժանվող, բայց մեկը իրար հետ փոխադարձաբար պարզ չեն, էլի։ Լավ, մի հատ հուշում կան։ Կարող է, բայց տենց ավելի շատ չի լինում, որ 2-ի բաժանվողներն ենք մենակ ընտրում։ Դե պետք է հիմնավորենք։ Տենց ուղղակի որտեվ 2-ի բաժանվողների հետ այնտեղ մի քանի թիվ բաժանվում են ուրիշ թվերի հետ։ Դրա համար այդ թվերը չեն գրում։ Գրում ենք օրինակ։ Այ, բայց ասենք պատկերացրու 2, 4, 6, 8 սենց շարունակ գրեցիր։ 2-ը ինքը պարզ թիվ է, չէ՞, բավականին պրոբլեմատիկ է։ Եթե մի հատ ցանկացած կենտ թիվ գրեցիր, արդեն 2-ի հետ պրոբլեմ է տալու։ Բայց եթե 2-ը ջնջեիր, փոխարենը գրեիր օրինակ բանը 9 գրեիր։ 9-ը 6-ի հետ պրոբլեմ չի տալու, չէ՞, օրինակ։ Իրականում ստեղ 4-ն ու 8-ն են մենակ 2-ի բաժանվում, իրանք էլ են վատ թվեր, այսպես ասած,
Պատկերացրու դրանք էլ ենք ջնջում, տեղը գրում ենք 15 ու այստեղ 10 ունենք ու օրինակ 35, չէ, 15 ու 45, 9, 15, 45, սենց ոնց որ մի քանի հատ վատ զույգ թվեր, չակերտավոր զույգ թվեր հանենք, տեղը մի քանի հատ կենտեր գրենք, կարող ավելի շատ դառնա, էլի։ Հենց ինտուիտիվ թվում է, որ ավելի շատ չի դառնա ու ճիշտ է թվում, որովհետև խնդիրը ճիշտ է, 51 հատը ոնց էլ վերցնենք, փոխադարձաբար պարզ լինելու են։ Բայց պետք է ապացուցենք, էլի, ոչ թե տենց ուղղակի զգալով ասենք։ Որպես հուշում ասեմ, որ նախորդ դասին մի հատ խնդիր էինք քննարկել, ասում էինք, որ եթե 100 հատ թվից 51 հատը ընտրենք, դրանց մեջ հաստատ լինելու են հաջորդական թվեր։ Հիշում եք այդ ոնց ապացուցեցինք նախորդ դասին։ Այսինքն բաժանենք զույգերի 1, 2, 3, 4, 5, 6, 99, 100, 50 հատ զույգ ունենք ընդհանուր, եթե 51 հատ թիվ ենք ընտրում սրանց միջից, ուրեմն ինչ որտեղից 2 հատ թիվ ենք ընտրելու։ Ճիշտ է։ Աստորեն 2 հաջորդական թիվ հաստատ կա։ Իսկ 2 հաջորդական թվերը կարան ընդհանուր բաժանարար ունենան։ Մեկից տարբեր էլի ընդհանուր բաժանարար։ Օրինակ եթե առաջի թիվը ինչ որ x-ի է բաժանվում։ Ինչ որ a անգամ x է։ Կարա արդյոք a անգամ x գումարած մեկն էլ բաժանվի x-ի։ Չի կարա, չէ, հաստատ մեկ մնացորդ է տալու հենց։ Իսկն 2 հաջորդական թվերը, այս փաստը մի հատ ֆիքսենք, եթե չգիտեիք, գրեք մոտներդ, n-ը ու n+1-ը, 2 հաջորդական թվեր, միշտ իրար հետ փոխադարձաբար պարզ են։ Որովհետև եթե n-ը բաժանվում է ինչ-որ թվի, դրան գումարես 1, արդեն 1 մնացորդ է տալու այդ թվի վրա, չի կարա բաժանվի։ Փաստորեն այդ 100 հատ թվերից, որ 51 հատը ընտրում ենք, դրանց մեջ կան 2 հատ հաջորդականը, իսկ հաջորդական թվերը փոխադարձաբար պարզ են։ Պարզ էր։ Փոխադարձաբար։ Անցնենք հաջորդին, հարց չկա ոչ մեկի մոտ։ 5-րդը Միլենային լսենք։ Կան 3 հարկեր, որոնցից մեկում կա 5 հատ շապիկ, մյուսում 7 հատ շալվար, իսկ վերջինում կան և շապիկներ, և շալվարներ, ընդհանուր 10 հատ։ Դուք չգիտեք, թե արկղերից որը որն է, և չեք կարող նայել արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի շոր պետք է հանեք արկղերից, որպեսզի իմանաք, թե որ արկղում ինչ շորեր են։ Այստեղ ստացել եմ 12 պատասխան։ 12 հատ։ Քանի որ եթե մենք դեպքերը նայենք, որ առաջինից կհանենք 5 հատ շապիկներ, ամբողջությամբ, հետո 7 հատ շալվարներ, հետո արդեն վերջում պարզ կլինի, թե վերջինը որն է լինելու, այսինքն մենք այստեղից կհասկանանք, թե որն է լինելու, իսկ եթե հակառակը լինի, օրինակ մենք 10 շալվար հանենք և բոլորը երկուսը, հետո ամեն մեկից մեկը կհանենք ու կհասկանանք, որը որն է արդեն։ Իսկ կարող է ավելի լավ ձև կա անելու համար։ Ոնց։ Այդ քո ասածը աշխատում է, հա, ամենաշատը 12 հատով կարողացանք գտնել։ Բայց կարող է եւ ավելի լավ ձև կա գտնելու համար։ Արմենը գրել է 11 հատով կարա գտնի։ Արմեն, հələ ասա տեսնենք ոնց է 11 հատով գտնում։ Դե սկզբից ես մի հատ արկղից կհանեմ մի հատ, այն արկղից, որի մեջ 10 հատ կար, կհանեմ 10 հատ, եթե 10 հատ հելնի, ուրեմն Բայց սպասի, դու չգիտես արկղերից, որի մեջ կա 10 հատ։ Փակ են արկղերը, դու չես էլ կարա թափահարես, շոշափես, գաս, էլի տենց բաներ չի կարելի։ Ուրեմն այդ արկղերից, որ մեկից հանենք, օրինակ հանենք մի հատ շալվար լինի,
Օրինակ այս Կանենք- արկից հանեցինք, շալվար դուրս եկավ։ Հա։ Հետո որ մյուսից հանենք կողքինից դուրս կգա շապիկ։ Կարող է էլի շալվարը Օրինակ։ դուրս գալիս։ Դե կամ էլի շալվար, եթե էլի շալվար դուրս եկավ, ուրեմն մյուսի մեջ շապիկներինն է։ Համաձայն եք այս Որի մտքի մեջ- հետ։ Իվարկյան սպասի, այս պահը ամենակարևոր տրամաբանությունն է։ Եթե հանեցինք երկու հատը, իրանց մեջ նույն բանը եղավ։ Կարանք պնդենք, որ մյուսի մեջ, օրինակ այստեղ շալվար, ուրեմն մյուսի մեջ հաստատ շապիկներն են։ Որովհետև շալվար ունեցող այս երկու արկղերն են, նշանակում է սրանք այս երկուսն են կարող է տեղափոխած, բայց այս երրորդը հաստատ մենակ շապիկների արկղն է լինելու։ Իսկ եթե հանեցինք եղավ շալվար շապիկ, այդ դեպքում ինչ կլինի։ Եթե եղավ շապիկ, Ահա։ դեղել։ Ոնց չես Ուրեմն իմանում, չէ՞։ հա, ուրեմն դրանցից մեկը կամ որը որ շապիկա դուրս եկե, կամ երկու հատանոցներից է, կամ մենակ շապիկովներից։ Հիմա այդտեղից կհանենք, եթե 10-ը դուրս եկավ ու այդ բոլորովն եղավ, ուրեմն պարզ կլինի, որ կողքինը շալվարներինն է, իսկ այն մյուսն է շապիկինները։ Իսկ կարող է հələ որ սրանից մի հատիկ հանենք, տեսնենք ինչ է լինում։ Եթե կամ շապիկ է լինելու, կամ շալվար, չէ՞։ Հա։ Եթե շապիկ եղավ, ինչ եզրակացություն կարանք անենք այս արկղերից ինչ որ մեկի մասին։ Դե որ որից որ շալվարա դուրս եկե, ուրեմն այդ դրա մեջ մենակ շալվարներ կան։ Այստեղ տեսեք, էլի Դիրիխլեի սկզբունքը կա, ինքը քիչ դեր է խաղում, բայց մեկը թաքնված կա։ Եթե 3 արկղերից մեկական շոր հանենք, ու մեր ունեցած շորի տեսակները երկու հատ են։ Պարզ է, չէ՞, որ ինչ որ արկղից, ինչ որ երկու արկղերից նույն տեսակի շոր է դուրս գալու։ Մեր դեպքում երկրորդից ու երրորդից երկուսը շապիկ դուրս եկավ։ Նշանակում է այդ 5-անոց ու 10-անոց արկղերն են, այս 7-անոցն շալվարներն են։ Պարզ է։ Այսինքն եթե յուրաքանչյուրից մեկական հանենք, մենք հաստատ կգտնենք այս մի հատիկանոցներից մեկն ու մեկը։ Եթե դուրս է եկել շալվար, շապիկ, շալվար, նշանակում է շապիկները հենց 5 հատանոց շապիկների արկղն է։ Մնաց պարզենք, թե սրանցից որն է շալվարներինը, իսկ որը խառը։ Հələ որ մինչև այս պահը 3 հատ հանել ենք արդեն։ Ու գտել ենք, թե շապիկները որն է։ Հիմա ոնց շարունակենք, որ պարզենք, թե Հիմա ստեղ որ նայեցի 9 կար, որովհետև հիմա եթե ստեղերից որից է ուզենք հանենք, ու եթե որից որ հանում ենք 6-ը դուրս եկավ, ուրեմն էդի n-ը, որի մեջ երկուսն է կան, իսկ եթե 5-ը դուրս եկավ ու էլ չմնաց մեջը, ուրեմն էդի մենակ շալվարներինն է։ Այսինքն շարունակենք այս շալվարներից մեկից հանել։ Եվս 6 հատ հանենք, եթե հետո տեսանք դատարկվել է, ուրեմն ինքը 7 շապիկանոցներ։ Այո։ Եթե հետո տեսանք չի դատարկվել, ուրեմն ինքը 10 շորանոցներ։ Հա։ Ճիշտ է, ապրես։ Այսինքն 3 գումարած 6 քայլով արեցինք։ Իհարկե այս 3 գումարած 6-ից հետո մի հատ էլ պետք է հələ ձեռը գցենք շոշափենք արկղի մեջ տնենք դատարկվել է թե հələ մնացել է։ Եթե դատարկվել է, ուրեմն всё, հասկացանք սա է։ Եթե հələ մնացել է, ուրեմն սա է։ Այո։ Բարձր բոլորին։ Տեսեք, այդտեղ տրամաբանությունը հիմնական այն էր, որ ոչ թե մի հատից վերցնենք մի հատ արկղ սկսենք դրանից լիքը հանել մինչև բարձենք որն է, այլ սկզբից ամեն մեկից մի հատ հանենք, հələ տենենք ինչ է կատարվում, որը կարա լինի, որը չի կարա լինի, հետո նոր սկսենք մեկնումեկից ավելի շատ հանել։ Գրիգորյան Գոռը 7 հատով արել։ Տեսնենք 7 հատով ոնց է հնարավոր։ Ես որ ասում եմ շապիկ շալվար, դրանց ուշադրություն չեմ դարձրել։ Սկզբում ինչ որ մի արկղից վերցրել եմ միանգամից 5 հատ շոր։ Սպասի մի հատ նորից գցեմ։ Ինչ որ մեկում 5 շապիկ էր, 57 շալվար, 10 կտոր շոր ընդհանուր։ Վերցրել ես արկղերից պատահական մեկից
5-4։ Միանգամից 5-4 ես անում, օրինակ ստեղից 5-ը անում ես, ու ասենք դուրս եկավ 5 շալվար։ Եթե հետո մի հատ եմ ջերմությունում, եթե այնտեղ ինչ էլի շորը մնացել, երկու հատ եմ հանում։ Պես քանի որ ստեղ գրել եմ օրինակ 5 շալվար դուրս եկավ, ուրեմն հաստատ շոր մնացել է իր մեջ, որովհետև 5-հատանոցը շապիկն էր։ Իսկ եթե 5 շալվար է, ուրեմն կամ սա է, կամ սա, ուրեմն եւս 2 հատ ստիպված պետքա հանես։ 2 հատ էլ հանեցիր, 2 հատ էլ շալվար դուրս եկավ, հետո ձեռդ գցեցիր մեջը, բարձեցիր, չէ՞ ինքը որն է։ Հա։ Օրինակ, բարձվեց, որ ինքը բանն էր։ Դատարկվել է, այսինքն 7 շալվարանոցներ։ Բա հետո այս երկուսը ոնց է սպառվում, որը որն է։ Դրանք։ Նորից եմ 5 հատ վերցնում, ինչ որ մեկից։ Բա ասում էր 7 հատով։ Եթե 7 հատ վերցրեցիր, հետո եւս 5 հատ վերցնում ես, դա արդեն 12 է։ Հա, մի հատիկը 7 հատով գտնվում է, հա։ Բայց մենք մի հատը 3 հատով էլ չգտանք։ Ընդամենը միած քաշեցինք, արդյունքում 5 շաբիկանոցը գտանք։ Թերեզա, դու էլ ես 7 հատով գտել։ Լասա տեսնենք ոնց ես արել։ Սկզբից հանում ենք առաջին պարկից, առաջին արկղից, մեր մոտ դուրս է գալիս 5 հատ ասենք դուրս է գալի 5 հատ շապիկ ու այդ ժամանակ արդեն ամբողջ Իսկ եթե 5 հատ շալվարա դուրս գալիս։ Ինչ։ Իսկ եթե 5 հատ շալվարա դուրս գալիս։ Եթե 5 հատ շալվարա դուրս գալիս կամ 7 հատ շալվարն է կամ 10 հատ շորը։ Բա հետո ինչ ես անում այդ դեպքում։ Եմ երկուսն եմ հանում։ Եվս 2 հատ հանում ես, 2 հատ էլ շալվար դուրս եկավ ու դատարկվեց արկղը։ Այսինքն իմացար, որ սա 7 շալվարանոցներ։ Բա հետո։ Հետո օրինակ հանում եմ նորից 7 հատ, եթե ամբողջը դատարկվում է։ Բա ասում ես դու էլ ես գել 7 հատով ես կարող անես։ 7 հատը արդեն արեցիր ու ընդամենը մի հատիկը պարզեցիր։ Այսինքն հետո եւս էլ նորից հանում ես, չէ՞։ Հա։ Ուրեմն պատասխանը 7-ից մեծ է ստացվում։ 7 հատով չեղավ։ 7 հատով մի հատիկ գտար։ Հա։ Ինչպես պետք է բոլորը գտնել։ Տեսեք, այս տրամաբանությունը, որ Գորն ու Թերեզան ասեցին, կարանք տեսնենք, որ եթե սկսում ենք մի հատից հանել անընդհատ, կարող է նենց իրավիճակ դառնա, որ 7 հատ պետք լինի հանել մինչև պարզենք, չէ՞ որն է։ Մենք եթե 7 հատ հանեցինք, պարզեցինք, եւս մի հատիկ հանելով չենք կարող ստեղից պարզենք, որովհետեւ ստեղից մի հատիկ հանեցինք, դուրս եկավ շապիկ, այդ մեզ ոչ մի ինֆորմացիա չտվեց ինքը։ Այս 5 հատանոցն է, թե 10 հատանոցն է։ Թեկուզ 4 հատ շապիկ դուրս գա, մեկը ինֆորմացիա չի տա, չէ՞։ Այսինքն եթե այս տրամաբանությամբ անենք, սկզբից մի հատից քաշենք, հետո երկրորդից քաշենք, 7 + 4 գոնե 11 հատ քայլը պետք է անենք, էլի։ Որը ձեռնտու չի, քանի որ արդեն 9 հատի օրինակ գտել ենք, 9 քայլով, 9 շոր հանելով կարող ենք բարձենք։ Որ շալվար ասենք չի լինի, Դավիթ, պարտադիր տաբատ ասենք։ Հասկանալի է։ Ինձ որ էս 9 հատը, այսինքն սկսել ոչ թե բոլորը մի հատից քաշել, այլ անմեկից մեկական քաշել, մի հատ sense իրավիճակը վերլուծել, հետո նոր տեսնել, թե որտեղից շարունակենք շատ քաշել, դա ավելի ձեռնտու է, էլի այս դեպքում, ոչ թե sense առանց նայելու սկսենք բոլորը մի արկղից լիքը քաշել։ Բարձր։ Անցնենք առաջ։ Օդանավակայանում ամեն վայրեջքից հետո պետք է անցնի առնվազն 1 րոպե, որպեսզի թռիչքուղին պատրաստ լինի հաջորդ վայրեջքին։ Հնարավոր է արդյոք կազմակերպել այնպես, որ 1 օրում տեղի ունենա 1500 վայրեջք։ Դնել 1600։ Արին այսօր չենք լսել։ Խնդրում առաջ սկզբում եկեք գտնենք, թե 1 օրվա մեջ քանի րոպե կա։ Այդ ոնց գտնենք։ Պետք է 60 անգամ 24 անենք։
60 անգամ 24, որը հավասար է 1440։ 440։ Հետո Հետո մենք կհասկանանք, որ 1500 վայրեջք չի կարող կատարվել մեկ օրվա ընթացքում, քանի որ մեկ օրվա ընթացքում կա 1400 րոպե եւ ամեն վայրեջքից հետո էլ պարտադիր է 1 րոպե սպասել։ Իսկ եթե մենք ուզում ենք իմանալ, թե քանի օրվա մեջ կարող է 1600 եւ 1500 վայրեջք կատարվել, պետք է 1440-ը բազմապատկենք 2-ով, որպեսզի իմանանք, թե քանի րոպե կա 2 օրում։ Կստացվի մեր մոտ 2800 Միական կնես 2 օրը ինչի համար ես հաշվում։ որ դե ուղղակի իմանանք, թե 1500-ի համար քանի օր է պետք։ Դե կարած ասես, որ 1500-ի համար պետք է 1500 րոպե։ Այսինքն մի օր, հետո պլյուս եւս 60 րոպե, չէ՞։ Հա։ Տենց ավելի հեշտ չի։ 1500 վայրեջքի համար 1440-ից եւս 60 րոպե ավել է պետք։ Այսինքն 25 ժամ է պետք։ Իսկ 1600-ի համար դրանից եւս 100 րոպե ավել, այսինքն 100 րոպեն էլ 100 րոպեն քանի ժամն է։ 2 ժամ 20 րոպե, հա։ 2 ժամ 40 րոպե։ 2 ժամ 20 րոպե։ 2 ժամ 40 րոպե։ Չէ, իհարկե։ 100 մի ժամը 60 րոպե, այսինքն մի ժամ 40 րոպե։ Առնեցի, հա։ 2 ժամ չէ, մի ժամ 40 րոպե։ Ուրեմն եւս մի ժամ 40 րոպե էլ 1600-ի համար ուրեմն պետքա այստեղ 1500-ներ 1600-ի համար պետքա 26 ժամ 40 րոպե։ Այստեղ Դիրիխլեի սկզբունքի հոտ գալիս է, թե չէ։ Հա, ոնց որ։ Ու ոնց է երևում այդ Դե իմանում ենք սկզբում, թե մի օրում քանի րոպե կա, հետո տենց հավանականությունը իմանում ենք։ Քանի հատ հավանականությունը կլինի։ չէ, բայց կարանք ասենք, եթե ուզում ենք այս 1500 վայրեջքը տեղավորենք 1440 րոպեում, Հա։ ուրեմն ինչ որ երկու վայրեջք պետքա նույն րոպեին եղած լինեն։ Այս դեպքում վայրեջքները նապաստակներին են նման, րոպեները վանդակներին։ Հա։ Չենք կարող էլի ամեն վանդակում մի նապաստակ տեղավորենք։ Հասկանալի էր բոլորին։ Այո։ Դե անցնենք հաջորդին։ Հա, տնային այսքաններ։ Անցնենք ոչ տնայինից մի երկու հատ էլ խնդիր լուծենք։ Նավ եկեք արդեն լուծումը լսենք, ագին մարդ ճիշտ պատասխանը գրել է։ Ալեքսները, Արմենը, Միլենան, Միքայելը, Գորը, Գրանտը։ Ով կասի այդքանից ճիշտ պատասխանը գրողներից։ Երեքուկու ձերք բարձրացրեց, հա։ Նավ Միքայելին լսենք։ Ուրեմն մենք սկզբում կարող ենք հաշվել երեխաների գումարը ընդհանուր տարիքային։ Ինչքան է։ 44։ Իսկ ծնողների գումարը եղավ 70։ Եթե մենք ամեն տարի բոլոր երեխեքն են փոխանում եւ երկու հատ ծնողը, այսինքն ամեն տարի երեխաների գումարը փոխանում է 4 տարով, 4-ով ամեն։ Իսկ ծնողներինը փոխանում է 2-ով։ Բայց սկզբում եկեք մենք 70-ից անենք 44, որ իմանանք հենց հիմա իրանց տարբերությունը ինչքան է։ Ինչն է 26-ը։ Հետո մենք կարող ենք տենալ, որ ամեն անգամ երբ որ մենք երեխաներից անում ենք 4, իսկ
բաներից ծնողներից հանում ենք 2, մեր մոտ ամեն անգամ այդ 26-ը երկուսով մեծանում է այդ 26 թիվը։ Որտեվ 4-ից հնոց 2 Այսինքն եթե հիմա 26-ը, որ նայենք ուղիղ մի տարի առաջը, 44-ի փոխարեն դառնալու է 40, 70-ի փոխարեն դառնալու է 68։ Իսկ այս տարբերությունն արդեն կունի 28։ Sense հատ աղյուսակ կազմենք 40 68 28 հետո եւս մի տարի որ հետ գնանք ինչքան է լինելու հետո լինելու բայց ամեն ինչ տենց հերթով հաշվենք որտեղ եթե մենք գիտենք որ ամեն անգամ փոքրանում է 2-ով մենք կարող ենք 36-ից անել 26 որ իմանանք ինչքան է մի հատ պետք է այդ քայլը կոպիտ ասած ինչքան անգամ պետք է այդ քայլը կրկնենք էդի դեռ չէ Մի հատ 36-ից անենք 26 ինչն է եղավ 10 ու իսկ ամեն անգամ եթե մենք գիտենք ամեն անգամ իրենց այդ 26 ամեն անգամ մեծանում է 2-ով մենք ուղղակի 10-ը կբաժանենք 2-ի ամեն տարում 2-ով տարբերությունը մեծանում է 26-ից պետք է դառնա 36 դրա համար պետք է 5 տարի ուրեմն 5 տարի առաջ ծնողների տարիքների գումարը 36-ով ավելի մեծ է եղել Ճիշտ է։ Բիստև լուծող կար։ Սենց եք լուծել։ Լավ, անցնենք առաջ։ Մի հատ էլ սա լուծենք ու ավարտենք։ Էլի ձեռքերի իջացրեք, լուծեք, բարձրացրեք։ Տիգրան։ Արև։ Այսպիսի խնդիրներում պետք է մենք վերցնենք հնարավոր ամենամեծ արժեքով մետաղադրամը, ինչքան հնարավոր է։ Ամենաշատը հնարավոր է վերցնել 2 հատ 500, քանի որ մեզանից պահանջում է նվազագույնը։ 1 հատ 200, 1 հատ 100, 1 հատ 50, 2 հատ 20 ու ոչ մի բան։ Ճիշտ է։ Քանի որ պետք է հնարավորինս քիչ, նվազագույնն է պետք քանակի, նշանակում է իրանց արժեքները պետք է առավելագույնը լինեն։ Ամենամեծից Տիգրանը ասում է սկսենք հնարավոր ամենամեծերը վերցնել, 2 հատից ավել 500 որ վերցնենք, չէր ստացվի։ Դրա համար 2 հատ 500 ենք վերցնում, հետո արդեն հաջորդ ամենամեծը 200, 2 հատ 200 էլ որ վերցնենք 1400 կլիներ։ Նշանակում է այս 200-ը վերցնում ենք, հետո եւս 190 դեռ մնում է վերցնելու, որը 100 + 50 + 20 + 20-ն է։ Ավելի քիչ քանակով հնարավոր չի։ Ճիշտ է։ Ոնց որ բոլորը տենց էլ գրել եք։ Մենակ Կալիկյան Դավիթը վերջի 20 + 20-ի փոխարեն 20 + 10 էր գրել, տենց 1380 է ստանում, ոչ թե 1390։ Հարցեր բոլորին։ Հարցեր։ Այնագրությունն անջատեմ, եթե հարցեր չկան։